Կապանում ընթանում է շախմատի տղամարդկանց մարզային 25-րդ առաջնությունը։ Չնայած անվանը, մասնակիցները հիմնականում պատանիներ են։ Կապանցիները սիրով են հյուրընկալել Սիսիանի, Գորիսի ու Մեղրիի թիմերին։ Հյուրերն էլ խաղերից ազատ ժամանակը տրամադրում են մարզկենտրոնի գեղեցկությունը վայելելուն։ 3 չէ առաջի օրն ենք եկել Կապան, շատ լավ անցնում, բացի շախմատից է երեկոյան Կապանով զբոսում ենք։ Մասնակիցները 25-ն են, պայքարը 4 օր կտևի։ Ուժեղագույնները կվաստակեն տարածաշրջանային առաջնությունում խաղալու իրավունք։ Բոլոր մրցակիցներն ունեն վարկանիշ, առնվազն առաջին կարգի շախմատիստներ են։ Ունեցել եմ շատ հաղթանակներ, առաջինը հաղթել եմ Գորիսում Սյունիքի առաջնությունը մինչև 12 տարեկան, երկրորդը Սիսիանում մինչև 14 տարեկան։ Իսկ այսօր ինչ տրամադրություն ես։ Լավ։ Հաղթելու ես։ Հա, այո։ Տղաների հետ առաջի անգամ չի, որ մասնակցում ենք շախմատի մրցաշարերի, մենք իրար հետ ընկերացել ենք, մենք մրցակից ենք միայն շախմատում, իսկ շախմատից դուրս մենք ընկերներ ենք։ Շատ հետաքրքիր պայքար է իրականում ընթանում, արդեն խաղացել ենք 2 պարտիա, 2 պարտիայից այս պահին ունեմ 1 միավոր, 1 հաղթանակ եւ 1 պարտություն, որը շատ կարեւոր է այս պահին ինձ համար այդ 1 միավորը։ Առաջնության գլխավոր մրցավարն ընդգծում է մրցակցությունը բացի ուժերը չափելու հնարավորությունից, նաև ապահովում է անհրաժեշտ մոտիվացիան։ Որ հավաքվել են մի քաղաքում բոլոր մարզի բոլոր համայնքների ներկայացուցիչները, այստեղ ոնց այսպես ասած դարել է մի այդ շախմատային մի մեծ ընտանիք։ Սիսիանից, Գորիսից, Մեղրիից մասնակիցները մնում են հյուրանոցում միասին, այնտեղ երեկոները շատ հետաքրքիր բլից մրցաշարեր են անցկացնում իրենց միջև, մրցակցում են, նաև հետաքրքիր առաջնությունից դուրս օրը անցնում է բավականին հետաքրքիր, երեխաները ուրախ են։ Շախմատիստները, հատկապես պատանիները, ճանաչում են իրար հենց այսպիսի մրցաշարերի շնորհիվ։ Տղաներն ընկերանում են, շփվում, ստեղծվում է շախմատային համայնք։ Կապանցի մրցավարը ծնողներին կոչ է անում երեխայի զարգացումն ապահովել նաև այս մարզաձևի միջոցով։ Առաջի հերթին ուշադրությունը կենտրոնացնելու, առաջի հերթին, որ խորհուրդ են տալիս շախմատի հաճախել երեխաներին, ուշադրությունը կենտրոնան, որպեսզի երեխաների ցրվածությունը ասենց հավաքվի երեխան եւ սկսի կենտրոնացած իր աշխատանքով զբաղվել։ Ամենակարևորը մտածի բազմակողմանի մտածի շախմատը այդ որակները մարդկային զարգացնում է։ Սյունիքում շախմատը զարգանում է, խաղատախտակների մոտ նստած պատանիներից յուրաքանչյուրն իր հաջողության պատմությունն ունի։ Ի դեպ, մասնակիցներից 2-ն օգոստոսին կմեկնեն Հունաստան, Սալոնիկում մասնակցելու Եվրոպայի պատանիների եւ աղջիկների արագ եւ կայծակնային շախմատի առաջնությանը։